Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենի ռուսերեն լեզվով գրված դոկտորական ատենախոսությունը մամուլում խիստ քննադատության արժանացավ։ Հիշեցնենք, որ Հայկ Դեմոյանը Գիտությունների ազգային ակադեմիա էր ներկայացրել Ղարաբաղյան հակամարտությունը եւ Թուրքիան վերնագրով ատենախոսությունը, որը գրված է եղել ռուսերենով, ինչն էլ դարձավ քննարկումների առարկա։ Դավաճանություն Մաշտոցի հանդեպ, դոկտորական թեզ սադախլվա ռուսերենով եւ այլ նմանատիպ որակումներ տրվեցին այդ ատենախոսությանը, որի գլխավոր ընդդիմախոսներից մեկը թարգմանիչ գրականագետ Ալբերտ Մուշեղյանը համոզմունք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի աթոռին սխալ մարդ է նստած։ Նրա խոսքով նախկին տնօրենը Լավրենտի Բարսեղյանը ավելի շատ վաստակուն էր, սակայն չհասցրեց վայելել դրա պտուղները, քանի որ անարդարացիորեն նրա փոխարեն տնօրեն նշանակեցին Հայկ Դեմոյանին։ Ինչ որ մարդիկ աշխատում են ադմինիստրատիվ ճնշման եղանակով նրան դարձնել դոկտոր, շրջանցելով վարչագույն որակավորման հանձնաժողովի բոլոր պահանջները, կանխադրույթները։ Գրականագետը վստահեցնում է, որ մազաչափ անգամ աչք չունի Հայկ Դեմոյանի աթոռի վրա եւ չի ներկայացնում ինչ-որ մեկի շահերը։ Պարզապես Դեմոյանը չպետք է ստանա գիտական աստիճան նման ատենախոսությամբ։ Ինչպես կարելի է հարյուրավոր սխալներ թույլ տվածին ասել տար ուղի բեր քեզ դոկտորի կոչում շնորհենք։ Սա աննորմալություն չի ասեք։ Սա նշանակում է ծաղրու ծանակի ենթարկել առասարակ գիտություն կոչված։ Հայկ Դեմոյանի խոսքով ինքն ըմբռնումով է մոտենում մի խումբ մարդկանց, քանի որ հասկանում է նրանց հոգեվիճակը։ Այդ մարդիկ պահանջված չեն կարողանում ինչ-որ բանի հասնել։ Ահա ինչու նսեմացնում են այն մարդկանց, ովքեր աշխատում են ու արդյունքի հասնում։ Դեմոյանը նշեց նաև, որ Գիտությունների ազգային ակադեմիայից իրեն ոչ ոք չի զանգահարել եւ ատենախոսության կամ իր պաշտոնի հետ կապված ոչինչ չի ասել։ Հիմա ես չեմ բացահայտի, որովհետեւ դրա մասին շատ հանգամանալի պետք է անդրադառնամ։ Եվ չեմ խուսափելու տալ անուններ, որովհետև այսօր այն աշխատանքը, որ արվում է ընդդեմ ինձ, իմ անձի դեմ, թանգարանի դեմ եւ Հայաստանի Հանրապետության դեմ, ունի հիմքեր, ունի պատվիրատուներ։ Սրա մասին երբ որ բացահայտումներ անում, մենք կան հետաքրքիր լինելու, նույնիսկ կզարմանաք։ Դա շուտով կլինի։ Չգիտեմ ինչ անուններ ուզում է թող տա, ես մեջտեղ ունեմ մի ատենախոսություն Հայկ Դեմոյանի կազմած գրած, չգիտեմ, շարադրած թե ինչպես, որի օրինակը ինքս ունեմ, ինչքան էլ ուզում է վերափոխել, այս օրինակը չի վերափոխվելու։ Աղմկալի ատենախոսությանը փաստորեն եւս մեկ փուլ է սպասվում։ Կհնչեն անուններ եւ միգուցե այդ ժամանակ բաց կդառնան բոլոր կողմերի գործողությունների շարժառիթները։ Մելանիա Մելքումյան, Գոռ Հովհաննիսյան, Gala News։